Ինչպես է անցկացվելու 10 հատ 1 միլիոն ID Coin-ների խաղարկությունը։ Խաղարկության ընթացակարգ։ Հոկտեմբերի 18-ին 14:00-ին կամփոփվի Իդրամի կողմից անցկացվող խաղարկությունը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ Իդրամի Facebook-յան էջում եւ YouTube-յան ալիքում։ Կանոններին համապատասխանող վճարման յուրաքանչյուր կտրոն ունի 7-անիշ անհատական համար։ Կտրոնները ստանում են համարները ըստ հերթականության։ Օրինակ, խաղարկության առաջին կտրոնն ունի 0.00001 համարը, իսկ հաջորդը 0.00002 համարը, եւ այսպես շարունակ։ Խաղարկության ժամանակ հաղթողները կընտրվեն լոտոտրոն սարքի օգնությամբ, պատահականության սկզբունքով հետեւյալ կերպ։ 7 բաժիններից կազմված լոտոտրոն սարքը հերթականությամբ դուրս կհանի մեկական թիվ, որոնց կոմբինացիան կլինի հաղթող կտրոնի համարը։ Խաղարկության շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ շահում ընդամենը մեկ անգամ։ Քանի որ կտրոնները ստանում են համարներ ըստ հերթականության, ապա եթե խաղարկության ընթացքում ակտիվացած վերջին կտրոնը ունենա 4, 5, 7, 0, 9, 7, 8 համարը, ապա խաղարկության ընթացքը պարզեցնելու համար լոտոտրոն սարքի առաջին բաժնում կլինեն հավասար քանակությամբ 0-ից 4 թվերը։ Մնացած բոլոր բաժինները կունենան 10 գնդիկներ 0-ից 9 թվերով։ Բոլոր բաժիններից դուրս բերված թվերը միասին կկազմեն հաղթող կտրոնի համարը։ Կտրոնի համարն ունենալուց հետո Իդրամի աշխատակիցը կստուգի կտրոնի վավերականությունը եւ տվյալ կտրոնն ունեցող օգտատիրոջ համապատասխանությունը խաղարկության կանոններին, որից հետո հաղորդավարը ուղիղ եթերի ընթացքում կզանգահարի հաղթող մասնակցին Իդրամ ID Bank հավելվածի հաշվում գրանցված հեռախոսահամարով։ Շահող մասնակցի հաջող նույնականացումից հետո հաղորդավարը նորից կգործարկի լոտոտրոն սարքը հաջորդ շահող թվերը գեներացնելու համար։ Խաղարկության շրջանակներում կխաղարկվի 10 հատ 1 միլիոն ID Coin։ Ուշադրություն, մասնակցի հեռախոսազանգին չպատասխանելու դեպքում հաղորդավարը կզանգահարի նրան եւս 2 անգամ։ 3 անգամ մասնակցի հետ կապ հաստատելու անհաջող փորձից հետո շահումը կհամարվի անվավեր եւ հաղորդավարը նորից կգործարկի լոտոտրոն սարքը նոր շահող թվեր ստանալու համար։ Յուրաքանչյուր զանգի ընթացքում հաղորդավարը սպասում է այնքան ժամանակ, մինչև մասնակիցը կպատասխանի կամ զանգն ավտոմատ կերպով կանջատվի։ Եթե լոտոտրոն սարքի միջոցով դուրս բերված թվերով կտրոնը վավեր չէ կամ տվյալ կտրոնն ունեցող օգտատերը չի համապատասխանում խաղարկության կանոններին, ապա հաղորդավարը նորից կգործարկի լոտոտրոն սարքը նոր շահող թվեր ստանալու համար։ Բոլորին մաղթում ենք միլիոնի հաջողություն։